Բարեձեզ Factor TV հյուրը դեմ են բոլորի շարժման անդամ պատերազմի մասնակից Հովսեփ Ղազարյանը, բարեձեզ։ Բարեձեզ։ Ինչու եք դեմ բոլորին եւ ովքեր են նրանք։ Դեմ են բոլորին շարժման անդամները շատ տարբեր գաղափարական ուղղվածություն ունեցող քաղաքական գործիչներ են, անհատներ են, IT ոլորտի մասնագետներ են, պատերազմի մասնակիցներ են, շատ բազմազան մարդկանց խումբ է։ Ինչու ենք դեմ բոլորին, որովհետև բոլորը խաղում են մեկ կանոնով, որով Հայաստանում առողջ քաղաքական կյանք չի ձևավորվում, որով Հայաստանում ժողովրդի կարծիքը ընտրությունների արդյունքում չի նյութականանում եւ արտացոլվում ազգային ժողովում։ Դրա համար դեմ ենք առաջին հերթին այն խաղի կանոններին, որոնք գոյություն ունեն, եւ դեմ ենք այդ խաղի կանոններով խաղացող մասնակիցներին։ Ձեզ կահակադարձի ազգային ժողովի իշխանությունը եւ ընդդիմությունը ասելով մենք ամենաշատ ձայներն ենք հավաքել եւ հաջորդ իշխանությունը եւ ընդդիմությունը նույնը կկրկնեն մեզ ընտրել է ժողովուրդը, ոնց չեք ճանաչում մեր քվե լեգիտիմությունը։ Շատ հասարակ 2021 թվականին դիցուկ վերցնենք ամենավերջին ընտրությունների մասնակցած 250,000 քաղաքացի, ով եկե ընտրատեղը մաս քվեարկել է կոնկրետ քաղաքական ուժի օգտին, նրանց ձայները չեն արտացոլվում ազգային ժողովում։ Դրանք փոշիանում են եւ բաժանվում եւ բաժանվում են մնացած քաղաքական ուժերի վրա։ Այսինքն այսօրվա ընտրական համակարգը որոշ մարդկանց տալիս է ամեն ինչ, մնացածին ոչինչ։ Այն ուժերը, որոնք հաղթահարում են ՇՄ, ստանում են բոնուսներ, որոնք նրանք չեն ստացել, այդ վստահության քվեն նրանք չունեն, ուղղակի ընտրական համակարգը այդ ձայները նվիրում են նրանց։ Եվ այն ուժերը, որոնք ունեն հատկապես նոր ուժերը, որոնք նոր գաղափար ու թարմություն են բերում քաղաքական կյանք, այդ ուժերի համար դուռը փակ է, այդ պրոդուկտը ներկայացնելու։ Դուք ում քվեն եք խնդրում։ Մենք խնդրում ենք բոլոր քաղաքացիների քվեն, ովքեր հոգնել են այս գզվրտոցից, որը արկա է մեր քաղաքական դաշտում, որտեղ գզվրտոցը գնում է միայն հների ու ներկաների, դուք եք շատ կերել, դուք եք շատ ուտում իրար պարգևավճար տալիս, մենք այդ պրոցեսին ուզում ենք վերջ տանք, մենք ուզում ենք քաղաքական դաշտը զրոյացնենք ու մեր առաջարկների արդյունքում 3 կետանոց ծրագիրը, որը առաջարկում է դեմ են բոլորին շարժումը, քաղաքական կյանքը զրոյացնելու է եւ զրոյից հնարավորություն է տալու բոլոր ուժերին հավասար պայմաններով մասնակցելու գաղափարական ու ծրագրային պայքար մղելու է ընտրություններին։ Ուտոպիստական բան չեք ասում, ասենք ոնց եք, ասենք Նիկոլ Փաշինյանին, Քոչարյանին եւ մյուսներին ասելով դուք զրո եք արդեն։ Ոչ ուտոպիստական չի, շատ ռեալ ծրագիր է եւ ասեմ ավելին, սա Հայաստանի դեմոկրատացման ծրագիր է ինքն իր հիմքում, ասեմ, մենք նախատեսում ենք առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ անցկացնել մի ընտրություն, որտեղ վարչական ռեսուրսը ուղղակի զրոյի է հասցված լինելու։ 100 օրվա կառավարությունը, որը կազմելու ենք, այդ կառավարության վարչապետը 10 տարով սահմանափակված է լինելու որևիցե քաղաքական ու նշանակովի պաշտոն զբաղեցնելով։ Նրա միակ պարտավորությունը լինելու է այդ ընտրությունները օբյեկտիվ անցկացնելը։ Դուք ենթադրենք իշխանություն վերցրիք, կասեք ոնց իհարկե, դուք նկարագրում եք ձեր այդ առաջին 100 օրվա պլանները, ճիշտ եմ հասկանում, որ հասկանալի դառնա։ Այսինքն նոր ընտրություններ եք նշանակելու։ Մենք իշխանություն գալուց հետո ունենք 3 կոնկրետ փոփոխություն։ Դա ընտրական շեմի իջեցումն է 1%-ի, որpիսի այդ փոշիացված ձայների խնդիրը չառաջանա։ Այդ 250,000 քաղաքացիները, որոնք 21 թվականին քվեարկել են եւ նրանց քվեն չէր արտացոլվել ազգային ժողովում, հնարավորություն ունենան արտացոլելու իրենց ձայնը։ Սա նաեւ քաղաքական դաշտի արգելանքներից գլխավորն է, երբ քաղաքացիներին ստիպում է, որպեսզի իրենց քվեն չփոշիանա, այդ մտահոգությունից ելնելով քաղաքացիները չեն գնում քվեարկելու այն ուժին, որին իրոք գաղափարապես հարում են, այլ փորձում են իրենց ընտրությունը այնպես կատարել, որ հանկարծ իրենց քվեն չփոշիանա։ Կնայեք 1% իջեցիք եւ գնալու եք ընտրության։ 1% իջեցնելուց հետո վերածվելու է նաեւ այս համակարգի մյուս չարիքը, դա կայուն մեծամասնության դրույթն է, որը հաջորդ վատ Սերժի կոստյումի հաջորդ վատ կոմպոնենտն է, որը հնարավորություն է տալիս, ենթադրենք մի ուժ, որը հավաքել է 30% ձայն,
կոալիցիա չկազմել այլ ուժերի հետ, գնալ երկրորդ փուլ եւ փաստացի 30% քվեով ստանձնել 52%, ստանալ 52% մանդատ։ Սա հաջորդ կետն է, որը պետք է վերահսկվի։ Սա նաև դեմ է պարլամենտարիզմի սկզբունքներին։ Ցանկացած պարլամենտական երկրում պետք է խրախուսվում են կոալիցիաների կազմումը, սակայն այս կետը շատ ձայն հավաքած կուսակցության ձեռքում դառնում է շանտաժի միջոց, որպեսզի կոալիցիա չկազմի այլ ուժերի հետ։ Ինքը ցանկացած պահի կարող գնա երկրորդ փուլ, ստանալով ձայների պարզ մեծամասնությունը, որը չի արտացոլում բոլոր ընտրողների կամքը եւ դրանով կազմի մեծամասնության կառավարություն։ Սա կոնկրետ այս կետը նույնպես պետք է վերացնել։ Կայուն մեծամասնությունը նույնպես պետք է վերանա, որպեսզի ձևավորվեն իրական կոալիցիաներ, երբ քաղաքական գործիչները ստանձնեն պատասխանատվություն, դառնան ավելի պատասխանատու, գնան խոսեն այլ քաղաքական ուժերի հետ հանրայնորեն եւ հանրային կոալիցիաներ ձևավորեն, ոչ թե ինչ որ ներքին պայմանավորվածությունների արդյունքում, օրինակ ոնց որ Գյումրիում տեղի ունեցավ, երբ ուղղակի քաղաքական ուժերը ոչ մի գաղափարական ընդհանուր հոսանք, ոչ մի ծրագրային կապ չունենալով իրար հետ, ուղղակի որոշեցին, որ իշխանության տեխնացում պետք է չլինի եւ ինչ որ ու չեղավ նման համաձայնության եկավ, այո, եւ իրենց տեխնացուն Սա ցույց է տալիս մեր քաղաքական կյանքի անառողջ մթնոլորտը։ Հետո ընտրությունների եք գնալու, ես դա եմ ուզում հասկանալ։ 100 օր հետո գնալու ենք արտահերտ այս երեք փոփոխությունները։ Հաջորդ կետն է նաև քվեաթերթիկում դեմ են բոլորին քվեաթերթիկի ավելացումը։ Այս երեք փոփոխություններն անելուց հետո մենք արտահերտ ընտրությունների ենք գնալու, որտեղ վարչական ռեսուրսի օգտագործումը բացառվելու է եւ բոլոր ուժերը հավասար հնարավորություն են ստանալու այդ պայքարին մասնակցելու։ Իսկ եթե հավաքեք 4.1% ձայն եւ անցնեք խորհրդարան եւ հայտնվեք այն համակարգի ներսում, որի դեմ ուզում եք պայքարել, այսինքն ձեր ձայնը որոշիչ է, նախկիններն են գալիս իշխանության, թե ներկաներն են գալիս նորից իշխանության։ Ինչ եք անելու, ասել եք, եթե ձեզ լուծարելու մեր օրակարգը չեք ընդունում, ձեզ հետ կոալիցիա չեն կազմում, կասեն ավելի լավ։ Մեր ծրագրերը շատ հստակ են։ Մենք միայն պատրաստ ենք, մենք մանդատ ենք խնդրում միայն այս օրակարգի համար եւ պատրաստ ենք առաջ գնալ միայն այդ օրակարգով։ Իսկ կոնկրետ իրավիճակում, որ ես կոնկրետ իրավիճակում մենք առաջինը մանդատ ենք խնդրելու ընդդիմության ներկայացուցիչներից, նրանց առաջարկելով 100-օրյա կառավարում, շատ հստակ։ 100 օր կազմում են կառավարություն, այս փոփոխություններն իրականացնում ենք, 100 օր հետո անցկացվում է արտահերթ ընտրություններ, որտեղ նույն ընդդիմության մասնակիցները ավելի լայն հնարավորություն են ստանալու, ավելի շատ ձայներ ստանալու։ Ինչպես, որովհետև իշխանության այլևս չի լինելու Նիկոլ Փաշինյանը, վարչական ռեսուրսի օգտագործումը հօգուտ Նիկոլ Փաշինյանի բացառվելու է։ Կնայեք, բայց այդ դեպքում էլ իրենք կարող են ասել, եթե մենք վարչապետ լինենք, ասենք Պարոն Քոչարյանը հաստատ կասի, եթե ես լինեմ վարչապետը ձեր, ինքնալուծարվող հարգելի կուսակցություն, այդ դեպքում կհամաձայնեմ, ինքն էլ վերցնի վարչապետական։ Մենք խնդիր չունենք։ Օրակարգը այսպես է։ Չկատարի ձեր օրակարգը։ Եթե չկատարի, մենք ամենաշատը, այո, ամենաշատը 1 տարի հետո կփլուզենք նրան եւ իմպիչմենտի կենթարկենք։ Այստեղ շատ հստակ ու պարզ է։ Այսպես ասած քաղաքական լեզվով ասած գցել հնարավոր չի։ Մաքսիմում 1 տարի է, որ նա կարող է կառավարել։ 1 տարի հետո նա կզրկվի։ Իսկ արդյոք ձեր նախաձեռնությունը ընտրողների մոտ այսպես հիասթափություն բերելու մասին չի, օրինակ ընդդիմադիր տեսակետ ունեցող, չգիտեմ, մեկնաբաններ ասում են, որ ինչքան ցածր է տոկոսը մասնակցության, այնքան իշխանությանն է ձեռնտու, որովհետև ամենաշատը ԿՊ-ն ունի ձայներ եւ ինչքան ցածր լինի մասնակցությունը իրենց տոկոսը դարձավ։ Սա տարական մանիպուլյացիա է։ Դուք հակակարոզ չեք անում։ Ոչ, բնավ, մենք հակառակը, մենք մասնակցության օգտին քարոզ ենք անում։ Մենք այն բոլոր մարդկանց, ովքեր բոյկոտում են ընտրությունները, քանի որ չունեն տեխնացու, իրենց բերելու ենք տեղամաս։ Օրինակ, Երևանի քաղաքապետի ընտրություններին բազմաթիվ մարդիկ, ովքեր ակտիվ ընտրող են, ովքեր ցանկանում են, որ իրանց ձայնը որոշիչ լինի, այդ ընտրությունները ուղղակի բոյկոտել են այլ ընտրանքի չլինելու պատճառով։ Մենք հիմա այդ այլ ընտրանքն ենք առաջարկում մարդկանց։ Մենք բոլոր մարդկանց, ովքեր հոգնել են ինչ-որ մեկին ձայն տալ խաբվելուց, այլ ընտրանք ենք ներկայացնում, ինչպես ռեալ շատ չափելի փոփոխություններ իրականացնել։
Հիմա արտադրության նախարարությունում քննարկում են ենթադրենք ձեր կուսակցությունը գրանցելու չգրանցելու հարցը նախ կասեք տեխնիկապես ինչ եք պատրաստում անել կամ արդյոք ինչ որ բան ձեռնարկել եք եւ վերցնում եւ կարդում են ինքնալուծարվող կուսակցություն վստահ եք որ գրանցելու են հա այդպես էլ բոլորին դեմ են ինքնալուծարվող մենք նախատեսում ենք մեր քաղաքական նպատակները մեր ծրագիրն իրականացնելու համար այդ ճանապարհին մեզ պետք է ուրիշ այլ ճանապարհ չկա քան կուսակցություն բացել որը պետքա մասնակցի այդ ընտրություններին քվեատեղտիկում արտահայտելով դեմ են բոլորին ծրագիրը եւ մենք նախատեսում ենք այդ 100-օրյա կառավարումից հետո այդ կուսակցությունը լուծարել ըստ համաձայն կուսակցությունների մասին օրենքի սահմանվում է կուսակցությունների ինքնալուծարման մեթոդները, թե ինչպես կարելի է ինքնալուծարել այդ կուսակցությունը։ Այսինքն գալ իշխանության նոր ընտրություններ անցկացնել, չմասնակցել եւ ինքնալուծարվել։ Այդ կուսակցությունը ինքնալուծարվելու է, չի մասնակցելու ընտրությանը։ Շարժման անդամները ազատ են այլ ուժեր ձևավորել, այլ ուժերի կազմում մասնակցել ընտրությանը, սահմանափակում լինելու է վարչապետի տեխնացուի վրա եւ կառավարության անդամների վրա։ Դա ձեռնմխել է, պետք է ունենա անպայման վարչապետի աթոռ։ Այո, վարչապետը պետքա ստանձնի այդ պարտավորությունը, որպեսզի անաչառ անցկացնի այդ ընտրությունները, իսկ կառավարության անդամները ուղղակի այդ ընտրական process-ը ցիկլը բաց են թողելու, չեն մասնակցելու այդ ընտրական ցիկլին, հետագայում իրավունք ունեն արդեն որևիցե քաղաքական կամ նշանակովի պաշտոն զբաղեցնել։ Գնայք, բայց մի քիչ անկեղծան պակաս չկա ձեր նախաձեռնության մեջ, դուք դեմ եք բոլորին, բայց կարող եք կոալիցիա կազմել ընդդիմության հետ, նրան ում դեմ եք, այսինքն մենք նույն հաջողությամբ կարող ենք այդ կոալիցիան ոչ, մենք լրիվ բաց ենք, այս օրակարգում լրիվ բաց ենք։ Մենք այդ նույն հաջողությամբ, եթե ընդդիմությունը չհամաձայնվի, այդ առաջարկն անելու ենք իշխանությանը։ Իսկ եթե նա չհամաձայնվի։ Եթե նա չհամաձայնվի, ապա հստակ երևում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում կա, այսպես ասած, մաֆիոզ համաձայնություն ընդդիմության եւ իշխանության միջև, որով մանիպուլացնելով հասարակական կարծիքը, մեր հարգելի ընդդիմադիրները իշխանության հետ խաղալով նույն խաղը հասարակությանը պահում են մասնատված, բաժանած, իսկ իշխանությունը նրանք շատ հաջող ձևով ծառայեցնում են իրենց անձնական նպատակներին։ Դա հիմիկվա իրավիճակն է գնահատում, թե եթե չհամաձայնվեն։ Իմ խորին համոզմամբ այս պահին էլ իրավիճակը այդպիսին է, որովհետև 21 թվականից ինչ տեղի է ունենում մեր քաղաքական կյանքում թե ինչպես է հներ ու նորեր այդ նախկիններ ու ներկաներ այդ խաղը սպասարկվում եւ ընդդիմության եւ իշխանության կողմից սա ուղղակի փաստելու է վերջնականապես բյուրեղացնելու է այդ process-ը։ Տեսեք, ձեր նախաձեռնության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում դուք տարբեր ժամանակներում կուսակցական պայքարների մեջ եք եղել, քաղաքացիական էլ, բայց դա հանենք, թեև դա շատ կարևոր է ընդհանրապես եղել։ Սա այս նախաձեռնությունը ինչ որ իմաստով նա ձեր պարտությունը չի կուսակցական գործունեության, չէ՞ որ դուք ստացվում է, որ տապալելով դասական քաղաքականությունը մերժում եք այն ինչ որ կա եւ չեք կարողացել այդ դասական կանոններով խաղալ, այդտեղ քաղաքացու որոշումից չէ կա անդամներ եւ այլն։ Հիմա ինչ որ ոչ ստանդարտ բան է գնում։ Ոչ, եւ այո, հիմա բացատրեմ ինչու։ Ես 2000 Սկսենք այոից, բայց դա ինձ է հետաքրքրում։ Դե ես սկզբից սկսեմ, ընթացքում եւ ոչը եւ այոն կերևա։ Ես 2011 թվականից ակտիվ քաղաքական պայքարի մեջ եմ, երբ 18 տարեկանս լրացել եմ, մի քանի օր հետո դարձել եմ կուսակցական, Ժառանգություն կուսակցության անդամ եմ եղել ու երկար տարիներ պայքարել եմ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացի համար եւ այդ գագաթնակետը եղել է 2018 թվականը, երբ Հայաստանում հաջողվել է ժողովրդավարացման process-ն իրականացնել հեղափոխության տեսքով, ես դրանից հետո համարել եմ, որ քաղաքական կյանքում այլևս անելիք չունեմ, Հայաստանը շարժվում է ժողովրդավարության ուղղությամբ, իշխանության է եկել մի ուժ, որը Հայաստանը տանելու է այդ ուղղությամբ, սակայն այդ ուժը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ այն պարտականությունները, որոնք ստանձնել է հեղափոխության միջոցով, ուղղակի տապալել է, Հայաստանը տարել է պատերազմի գիրկը, խայտառակ պարտությունների շարք, Արցախի կորուստ եւ պատերազմից հետո ես նորից որոշել եմ հետ վերադառնալ քաղաքականություն, հիմնել ենք նոր կուսակցություն, այսպես ասած,
որը բախվելով հենց այս մեր նշած խնդիրներին, որը այս Սերժի կոստյումին կոպիտ ասած բախվելով, հասկացել ենք, որ համակարգի դեմ պայքարելու համար պետք է խփել այդ համակարգի ձևավորման մեխանիզմին։ Հենց դրա համար է այստեղ եւ ձեզ ոչի եւ այոյի պատասխանը։ Մենք հասկացել ենք, թե խնդիրը որտեղ է, այդ Սերժի կոստյումի որ կոմպոնենտն է ստիպում այսպիսի իշխանություն ձևավորվել եւ կապ չունի թե այս ձևով ով կգա իշխանության։ Ես վստահ եմ մի քանի տարի հետո լինելու է այդ իշխանության ով որ գա այս կոմպոնենտով, այս լիազորություններով, մի քանի տարի հետո նա վերածվելու է նույն իշխանության, ինչ Սերժի ժամանակ էր, Քոչարյանի ժամանակ էր։ Ձեր բանաձևի գործելու պարագայում արտահերտ ընտրություններ ձեր կազմակերպմամբ եւ ձեր ինքնալուծարմամբ գալու է ինչ-որ ժողովրդավարական ուժ, որը ինչ-որ ռեֆորմներ անելու, այս ուտոպիայի մաս չի։ Չէ, դա շատ կոնկրետ է։ Դա շատ կոնկրետ է ու քաղաքագիտական է դրա բացատրությունը։ Դա ենթադրում է, որ այլևս բացարձակ մեծամասնություն կառավարություններ չի լինելու։ Մի ուժ չի ստանալու այնպիսի մանդատ, որ կարողանա միայնակ կառավարություն կազմել։ Բայց նա կարող է ընդհանրապես կոալիցիա չկազմել եւ ուղղակի մենք ունենանք քաոս եւ չունենանք կառավարություն։ Դա ընդամենը մեկ ցիկլ հետո դա հաղթահարվելու է, որովհետեւ եթե ընտրողը տեսնում է, որ իր տված քվեն այն քաղաքական ուժին, որ տվել է, այն քաղաքական գործին, որ տվել է, այդ քաղաքական գործիչը իրեն անպատասխանատու է պահում, ընդամենը մեկ ցիկլ հետո հաջորդ ընտրական process-ում արտահերտ եթե լինի չձևավորվի կառավարություն, ընտրողը իրան ուղղակի ձայն չի տա կնետի աղբաման։ Դա շատ հստակ է։ Այն քաղաքական ուժերը ու գործիչները, որոնք այդ պարագայում իրենց անպատասխանատու կպահվեն, շատ արագ կնետվեն աղբամանը ու դա քաղաքականապես շատ նորմալ ու բնական process է։ Դա կստիպի քաղաքական ուժերին ու գործիչներին պատասխանատու քաղաքականություն վարել ու հաշվետու լինել իրենց ընտրողների առաջ։ Շատ լավ, քանի որ ես ձեզ ներկայացրին այլ պատերազմի մասնակից, այսօր Հայաստանի Հանրապետության բանակի օրն է, այդ դուք ինչ գնահատական ունեք, ինչ է փոխվել բանակում, այն ինչ որ դուք նկատել եք կամ չեք նկատել, միգուցե այս հարցով ամփոփենք։ Առաջի հերթին կուզեմ շնորհավորել իմ քույրերին ու եղբայրներին, ովքեր ծառայել են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի զինված ուժերում, ովքեր իրենց կյանքն են տվել մեր հայրենիքի պաշտպանության համար։ Նշեմ, որ այսօրվա բանակը շատ ավելի թույլ է, քան այն բանակը, որը կար նոյեմբերի 9-ի երեկոյան, երբ լպարտության ակտը չէր ստորագրվել, այդ երեկոյան եղած բանակը շատ ավելի կուռ էր, գաղափարապես ավելի ուժեղ էր, քան այսօրվա բանակը, որը անցել է վերջի 5 տարիներին պառակտման ու գաղափարական զրոյացման փուլով, ու որի գլխավոր մեղավորը այս իշխանություններն են, ի վերջո բացի նյութական ու տեխնիկական միջոցներից, բանակը այն ոլորտն է, որտեղ առավել կարևոր է մարդկային գործոնն ու գաղափարական ու հոգևոր ամրությունը։ Այսօր ցավոք սրտի մեր բանակը այդ ճգնաժամի առաջ է, որը գալիս է այս իշխանությունից, որը հնարավոր է շատ արագ փոփոխել կուռ գաղափարական իշխանության ձևավորման դեպքում։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան, կհետևենք ձեր շարժման կամ նախաձեռնության ընթացքին։ Factor TV-ում հյուրընկալել ենք Հովսեփ Ղազարյան։